Պարոն Փաշինյան քիչ առաջ վեհապար Հայրապետի մասին խոսելիս ասեցիք դավաճան է, ինձ մոտ դեժավյու առաջացավ, թե ինչպես էին փողոցները լցված ցույցեր անում ձեր դեմ, ձեզ դավաճան կոչելով, ի վերջո Արցախի անկումը գիտենք երբ ա եղել, մի տեսակ, չգիտեմ, ձեզ մոտ ինչ ասոցիացիաներ կան, որ երբ որ ձեզ են ասում դավաճան, հիմա դուք ասում եք վեհապարին դավաճան, չհասկացանք ինչու են նա դավաճան, ինչի է դավաճան, եւ ձեր աշխատակազմի ղեկավարը մի գրառում էր արել, պատկերացնում եք այսպիսի բան Վազգեն առաջինի կամ Գարեգին առաջինի ժամանակ հրապարակել է ձեզ միացած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների լուսանկարը, որովհետև եկեղեցին վեհապարի ժամանակ ինքը Ավազանյանն ուղղագրել, այսպիսի խայտարակության է հասել, որ 10 սրբազաներ Բայրաթորի տարածքում ասում են հեռացիր, ինչը նախադեպ չունի։ Երբ դիտարկում արեցի, որովհետև դա ձեր իշխանության ժամանակ ա եղել, ձեր աշխատակազմի, եթե դուք իշխանության չլինեք, գուցե նման բան չլիներ էլ, ձեր աշխատակազմի ղեկավարն ինձ հարցրեց դուք լրագրող եք, թե ձևիստ ակտիվիստ։ Հիմա դուք ձեր շրջիկ պատարակների խմբերով ուխտերթեր իրականացնելով հանդերձ ուզում եմ ձեր հարցը ձեզ վերադարձնեմ, դուք վարչապետ եք, աշխատակազմի ղեկավար, գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններ եք, թե քայլիստ ակտիվիստներ։ Շնորհակալություն։ Մենք միշտ ենք քայլ անող եւ մենք մեր քայլերը անում ենք եւ մեր քայլերի համար պատասխանատվություն ենք կրում։ Դավաճանի մասով այո դուք ճիշտ եք, բայց երբ որ ձեր ասածը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ, արդար, մրցակցային ժողովրդավարական ընտրություններում քվեարկեցին եւ դիրքորոշում արտահայտեցին եւ այդպիսով ենթադրում եմ նաեւ արտահայտեցին թե ով է դավաճանը։ Քանի դեռը բանալի բառը քանի դեռն է։ Հաջորդ հարցը Կարինե Սահակյան, Մեգա Նյուզ։ Պարոն Փաշինյան, դուք հայտարարում եք